Ուրեմն ես ոնց եմ ընդհանրապես հասկանում այս տվյալ հայ մարդը հասկանում է քաղաքականությունից, գեոպոլիտիկայից ինքը ռացիոնալ մտածող մարդ է թե ոչ։ Հիմա ձեզ ասեմ, հարց եմ տալի, ինչ եք կարծում հոկտեմբերի 27-ի պահով։ Հոկտեմբերի 27-ը ով է կազմակերպել։ Երբ որ մարդը պատասխանում է, որ հոկտեմբերի 27-ը ոնց թե չգիտես, Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանը ռուսն է սարքել, հոկտեմբերի 27-ը ռուսի սարքածն է։ Այդ որ լսում եմ ես, դա միանգամից ինձ ասում է, որ այս մարդը տորիչելյան դատարկություն է։ Հիմա բացատրեմ ինչի համար, որովհետև երբ որ դուք նման մեղադրանք եք առաջադրում մեկին, կամ պետությանը, կամ մի մարդու, որտեվ պատկերացնում եք, դու այդ ինչ չափի մեղադրանք եք առաջադրում դուք Ռոբերտ Քոչարյանին։ Ուրեմն դուք պետքա մի քիչ գոնե մտածեք, որովհետև այդ բիսեդկի քուչի խոսակցությունները, որոնք որ ծնվում են այդ ռուսը, դե ռուսը սարքեց, դե ռուսը գցեց մեզ էլի, ռուսը գցեց, վերջն էլ գցել է, էլի այդ բաները որ խոսում եք, դրանք ծնվում են թաղում, նարդի բլոտ խաղալու ընթացքում, դրանք ուրիշ տեղ չկա տենց ծննդատուն, որտեղ որ նման խոսակցություններ են ծնվում։ Հիմա ասեմ, ես չեմ ուզում մարդկանց վիրավորել, բայց երբ որ դուք նման բան եք ասում, դուք պետքա մի քիչ ձեր մեջ գնաք տուն, կրկնելու տեղը, ուրիշի ասածները կրկնելու տեղը մտածեք, ինչի համար պետքա Ռուսաստանը կամ Քոչարյանը փորձեին նման բան անեին, եւ ընդհանրապես Ռուսաստանը իր դոկտրինայի մեջ, որովհետև պետությունները ունեն դոկտրինաներ, Ռուսաստանը իր դոկտրինայի մեջ ունի նման, ուրեմն նման բան, որ նամանավանդ եղբայրական պետության նկատմամբ հասկանալով, որ Հայաստանը Ռուսաստանի դարպասներն է, Կովկասը Ռուսաստանի դարպասն է, եւ եթե նման բան անեն, ոնց ուզում է լինի օրերից մի օր դա իմացվելու է, եւ հայ ազգը, քանի որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դրանք հայ ազգի ամենանշանավոր մարդկանցից էին, այդ ազգը մեզ կների թե չէ։ Այսինքն դուք մի բան եք ասում, որը որ ուղղակի, բայց ես հիմա նաև ձեզ պատասխանը տամ, թե ով հնարավոր է որ արած լինի դա, որովհետև եթե տենց նարդի ու բլոտ խաղալու տեղը փոքր ժամանակ մի քիչ Ագաթա Քրիստի կարդացած լինեիք, Շերլոկ Հոլմս կամ ուղղակի մի քիչ ուրիշ բաներով զբաղվեիք, նարդյոժնիկ, կարդյոժնիկ դառնալու տեղը մի քիչ կարող սկսեիք հասկանալ։ Հիմա նայեք, Ռուսաստանը նման դոկտրինա չունի։ Ռուսաստանը ընդհանրապես պետությունները, երբ որ դոկտրինա են գրում, իրենք այդ դոկտրինայի մեջ անպայման գրում են իրենց գաղտնի ծառայությունները ոնց են աշխատելու, իրանց ստանդարտները, թե իրենք ինչ քայլերի կգնան եւ ինչ քայլերի չեն գնա։ Ասենք ատոմային դոկտրինան տարբեր բաներով գրում են ու այդ գրածներից իրենք դուրս չեն գալիս։ Ուրեմն Ռուսաստանը իր պատմության մեջ ում որ ուզեցել է վերացնի, ում որ ուզեցել է, ասենք, վնասի, նրանք եթե նման բան արել են անգամ, նրանք դա արել են ուրիշ մեթոդներով եւ շատ ավելի սուսիկ-փուսիկ եւ մեթոդները, որոնք նրանք օգտագործել են, եղել է շատ ուրիշ ձև։ Նման դրամատիկ կազմակերպված, ուրեմն շատ բարբարոս այս ձևի, ուրեմն սպանություն ազգի առաջ մատաղ անել իրենց հերոսներին, ազգի կողմից ամենասիրված մարդկանց, Ռուսաստանը իր դոկտրինայի մեջ չունի։ Նախ այդտեղ դա վերջացնենք։ Երկրորդ հերթին, ուրեմն Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Կարեն Դեմիրճյանը, նրանք պատկանում էին նույն ճամբարին։ Նրանցից ով էլ լիներ վերջնականում կամ ինչ որ մի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ղեկավար, վարչապետ, պրեզիդենտ, իշխող ուժ, նրանք բոլորը պատկանում էին նույն ճամբարին եւ Հայաստանը տանում էին դեպի ավելի պրոռուսական ճանապարհով։
Ուրեմն Վազգեն Սարգսյանի նվաճումները կյանքում, ուրեմն դրանք բոլորը, որովհետև նայեք, միայն նրանով չէ, որ ասես ես իմ ազգի համար կմեռնեմ, գնամ մեռնեմ սահմանի, չէ, որ մեռար դմբո, էլ դու ոչ մի բան չես կարող անես քո ազգի համար։ Մենք պետք է այդ գաղափարախոսությունը որ կա, որ մեռնեն, ոչ, մենք պետք է չմեռնենք, որպեսզի կարողանանք օգտագործենք տարբեր տեսակի ռեսուրսներ եւ լծակներ եւ ազդենք, թե համաշխարհային ասպարեզում ազդենք, թե ազդենք մեր թշնամու վրա, թե հողերի հետվերցման կամ գրավման, ուրեմն, նայեք, Վազգեն Սարգսյանը չէր հասել իր հերոսություններին, իր բոլոր նվաճումներին միայն ուրեմն խիզախ լինելով, գնալ լավ խոսալով, բոլորին տանելու եմ ծառայելու, բոլորը ծառայելու եք, սաղ ծառայելու եք, այտենց չէր հասել նա նաև հասել էր դրան իր օգտագործած ուրեմն ռեսուրսներով եւ լծակներով, որոնցից ամենակարևորը դա Ռուսաստանի ուրեմն լծակներն էր, գրաչովը եւ Վազգեն Սարգսյանը իր բոլոր նվաճումների ինչ որ մի մասը գիտեր, որ դա Ռուսաստանի շնորհիվ է, Ռուսաստանն նա ճիշտ օգտագործել էր իր քաղաքականությունը, Գրաչովի հետ ճիշտ լեզու էր քթել, ես արդեն իմ վիդեոներից մեկում խոսացել եմ դրա մասին, պատմել եմ, թե ինչքան իր համար կարևոր էր Գրաչովի Հայաստան գալը, ոնց էր նա փորձում ամեն կերպ այնց անի, որ Գրաչովը իրան այնքան լավ զգա Հայաստանում, որ մեզ ամեն հարցում օգտակար լինեն, հայկական ձևով նա փորձում էր Գրաչովին ուրեմն դիմավորի եւ ճանապարհի եւ տենց էլ արեց։ Ուրեմն նա օգտագործել էր իր ռեսուրսները կարան լինեն ֆինանսական, կարան լինեն ուրեմն զենքի ռեսուրսներ կարան լինեն, ասենք 1000 ձև ռեսուրս կարա լինի։ Մենք օգտագործում ենք ռեսուրսները եւ գործը առաջ ենք տանում, ճիշտ է։ Ուրեմն Վազգեն Սարգսյանը իր արած բոլոր նվաճումները, իր ունեցած նվաճումների մի մասի համար պարտքեր Ռուսաստանին, այսինքն երկիրը նա տանելու էր դեպի Ռուսաստան եւ տենց էլ կար։ Այսինքն Ռուսաստանը պատճառ չուներ, տենց դաժան ձևով, դրամատիկ ձևով հայ ազգի դիմաց սպանել հայ ազգի ամենամեծ հերոսին։ Դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Իսկ Կարեն Դեմիրճյանը դա մշտական իրենց կոմսոմոլ այն ժամանակվանից սկսված իրենց մարդն էր, Կարեն Դեմիրճյանը կոմունիստական շկոլան էր, ճիշտ է, կոմունիստական շկոլայի հայկական տեսակներն է, ասենք ուտող, խմող, այտենց ճիշտ հայկական, նա այտենց իսկական կարգին ձայցկա էր, կարգին մուժիկ էր, բայց հայ էր, բայց ինքը կոմունիստական, նա իրանց մարդն է, նա Կրեմլի մարդն էր, նրան ինչի համար նա Հայաստանը Վազգենի հետ տանելու էին դեպի Ռուսաստան։ Իսկ ուրեմն մեր Ռոբերտ Քոչարյանը արդեն նա էլի նորից պրոռուսական մարդ, լրիվ պրոռուսական եւ իրենք բոլորը երեքով նույն ճամբարից, այսինքն Ռուսաստանը ընդհանրապես պատճառ չուներ այս երեքին վերացնել եւ Ռոբերտ Քոչարյանին ինչ օգուտ այդ երկու մարդկանց, Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղից եկած, այդ մարդկանց վերացնի, որ ինչ։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Եթե դուք ուշադիր լսեք Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև դուք երբ որ լսում եք քաղաքական գործին խոսալուց, դուք ուղղակի լսում եք sense պրոֆեսիոնալ բառեր ասում, բայց չեք լսում տողերի մեջտեղը ինչ ասում մարդը։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Սարգսյանը նրանք մի մարդ էին, մինչև Լիսաբոն։ Երբ որ նրանք գնացին Լիսաբոն, Լիսաբոնում Լևոն Տեր-Պետրոսյանին պարզ դարավ եւ ինքը մաքուր ձեզ բացատրում է, որ Լիսաբոնում ինքը իր համար պարզ դարավ, որ Ալիևը այլևս դիմել է Ամերիկային եւ Նյուտ Գինգրիչը բերել է թուղթ Լիսաբոն եւ Լիսաբոնում իրենց սպասում է Վարդան Ոսկանյանը, ճիշտ պատմում է մարդը, լսեք, ուշադիր լսեք։ Ինքն է պատմում սա, ասում է մենք գնացինք Լիսաբոն 100%-ով իմանալով, որ Լիսաբոնում մեծ նվաճում ենք ունենալու։ Բայց երբ որ հասանք ընդ Վարդան Ոսկանյանը սպասում էր մեզ վախեցած եւ տագնապի տեսքով։
Ասացինք ինչ ա եղել, ասեց ամեն ինչ փոխվել է, ոչ մի բան էլ նույնը չի։ Այսինքն Ալիևը որոշում էր կայացրել։ Ալիևը գնացել էր Ամերիկային, ես երբ որ ասում եմ Ամերիկային, դուք պետք է հասկանաք, Ամերիկան ով է, հոմյատ մարդ չի, ասենք ընդ կանգնած, sense մեծ ձյաձյա կանաչ գույնի, գնում ես ասում ես, ինձ նեղացրելն են սրանք, չէ, նա Ամերիկայի գաղտնի ծառայությունների միջոցով իր երկրում եղած, տենց է вообще գնում խոսակցությունը, սիգնալները տենց են գնում, իր երկրում կանչում է իր երկրում Ամերիկայի դեսպանին կամ դեսպանի նազիր վեզիրին, ասում է, ես այս հարցը չեմ կարողանում լուծեմ, ինձ պետքա որ Ամերիկան, ինձ պետքա դուք խառնվեք, Ամերիկան երբ որ պետքա խառնվի մի բանի մեջ, Ամերիկան խառնվում է դրա մեջ մեծ վարձատրության համար, Ամերիկան ասում է, օքեյ, ուզում ես մտնեմ մեջը, շատ լավ, ուրեմն նայի, այսքան ձեթը իմն է, այնքան յուղը իմն է, այն հողի կտորը իմն է, կտաս կխառնվեմ։ Ես ձեզ ուղղակի այնքան պրիմիտիվ եմ սա բացատրում, ես կարող եմ սա բացատրել ընդհանրապես այնց լեզվով, որ մենակ կհասկանան շատ քիչ մարդիկ։ Եվ չեմ ասում դրա համար, որ ես ինչ-որ գիտեմ այդ լեզվում, ոչ։ Նրա համար, որ ասենք այս լեզվով բացատրելը ընդհանրապես քեզ կարաս գցես խնդրի մեջ, որտեվ իրենք այս ամեն ինչը որ անում են, նենց են անում, որ useful idiot-ը, տենց են իրենք ասում մարդկանց, useful idiot-ները չհասկանան ինչա կատարվում։ Երբ որ դու դնում ես տենց կարտերը բացում ես, որ մարդիկ հասկանան, դու քեզ կարաս գցես խնդրի մեջ։ Բայց քանի որ արդեն դատարկությունը սրան է հասել, որ մենք ուղղակի ունենք մի խնդիր, որը որ մեր ազգը իրոք այս փողոցային քուչի խոսակցությունները քանդում էր մեր պետությունը, այս բամբասանքները, ռուսը արա, ռուսը դե ռուսները քաշին մեզ, այդ հիմար բաները, որ սկսում եք խոսալ, պետք է հասկանաք մի քիչ էլի։ Ուրեմն, երբ որ իրանք գնում են, Նյուտ Գինգրիչը արդեն այդ թուղթը Կլինտոնին ա տվել, ասել է Ալիևը համաձայն է իր երկրից օգուտ տա մեզ, բայց այս հարցը պիտի լուծվի։ Okay, ով է Հայաստանում Ալիևին նեղացնում։ Հա, սրանք են։ Սրանք ովքեր են, հələ սպասի, okay, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, հա, սրանք արա ոնց որ մեր թշնամու մարդիկ են։ Հա, սրանք, հա, էլի, սրանք պրոռուսական մարդիկ են, ու սրանք եթե ուրեմն նայեք, այն ինչ որ այսօր Հայաստանում կատարվում է, Նիկոլ 18 թվին, մինչև այսօր Հայաստանը մասնատում են, տալիս են, սա ոչ 18 թվին է գրվել այս ծրագիրը, ոչ 14, ես 14-ին եմ իմացել, ես 14-ին եմ խառնվել, որոշակի բաների մեջ իմացել ինչա կատարվում, փորձել կռվել դրա դեմ 14 թվին, Նիկոլի հեղափոխության, մարդիկ, որոնք որ մեջը մինչև իրենց ականջների ծայրը մեջը մտածեին, փորձել եմ հետ քաշեմ մեջից, որ ասենք չմասնակցեն, որովհետև սխալ բան են անում, մեր պետության դեմ են աշխատում, ոչ թե մեր պետության համար, այս ամեն ինչը, այսօր ինչ որ կատարվում է Հայաստանում, գրվել է 90-ական թվականներին, և 90-ական թվականներին արդեն NGO-ների օգնության քողի տակ մեր պետությունում, Ադրբեջանում արդեն վխտում էին արևմտյան գաղտնի ծառայությունները, նրանք միշտ պետություններ մտնում են օգնության տարբեր տենց ուրեմն NGO-ներով, եկել ենք օգնենք, հա մեղ եք դուք ձեզ էլ օգնենք դեմոկրատիա գա, LGBTQ գա, մեղ եք, ազգ եք, հիմա մարդ եք, հասկանում Ամերիկան ձեր վիճակի մեջ մտնում է, օգնենք դուրս գաք, հասկանում եք այդ տենց անելով մեր երկրի մեջ էին իրենք արդեն, իսկ երբ որ այդ գաղտնի ծառայությունները այդ բաների միջոցով մտնում են քո պետություն, հետո քո պետության մեջ իրենք անպայման սելեր պետք է ստեղծեն, դրանք կոնտակտներն են պետության մեջ, և ուսանողությունը ամենաառաջին ուրեմն քայլն է իրենց, իրանք ուսանողական կարգերի մեջ սկսում են ման գալ ռադիկալներ, մարդիկ, որոնք որ իրանց համար կարող են բաներ ճարել, իրանք պետության մեջ ստեղծում են կոնտակտներ, ուրեմն եթե լավ մի քիչ հետաքրքրվեք կտեսնեք էլի, ասենք ոնց է դա էսպիոնաժը ընդհանրապես աշխատում, պետության մեջ ինչեր են անում, ուրեմն երբ որ արդեն Ալիևը իրենց ասել էր,
որ ես ձեզ փայ կտամ, ինչ ուզեք կտամ։ Մենակ այս մարդիկ, այս կոնկրետ Վազգեն Սարգսյանն է իմ պրոբլեմը, Կարեն Դեմիրճյանն է իմ պրոբլեմը, սրանք իմ պրոբլեմներն են ամենամեծ, ու սրանք են պրոռուսական ուժերը, որ Հայաստանը տանում են դեպի պրոռուսաստան, ու հետո չեք կարողանալու այդ քարտեզները ձեր ուզած ձևով գծեք, որտեղ Ռուսաստանն է իշխելու այս տերիտորիային, ուրեմն հիմա եթե լավ մտածեք, կհասկանաք, որ գերտերությունը իր դոկտրինայի մեջ ունի մասսայական սպանություններ, դրամատիկ, չմոռանանք, դա շատ կարևոր է, երբ որ մասսայական դրամատիկ սպանություն է կազմակերպվում, օրինակ, ասենք, ոնց ինչքան քանի հատ տենց դեպք կա այդ պետությունը, գերտերպետությունը, որը որ տենց բաներով զբաղվում է, ուրեմն քանի հատ տենց դրամատիկ կա, կաբրալետ ավտոյով գնում է, մեկը գլուխը չկա, կամ ասենք նստած ուսանողների հետ խոսում է, մեկը գմփում է, մեկը, ասենք այդ դրամատիկ բաները, մենակ կա երկու պետություն, որ գերպետություններ ու իմպերիալ, որ դրանցով զբաղվում են, ու քանի որ մի քիչ եթե հետ գնաք եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը լսեք, որ ասում էր Լիսաբոնում ամեն ինչ փոխվեց, որովհետեւ մենք իմացանք, որ Ղարաբաղի հարցի մեջ մտել է Ամերիկան եւ Նյուտ Գինգրիչը Ալիևի համար Կլինտոնին ասել է, լավ տղա է Ալիևը, ինչ որ պետք է ինքը մեզ կտա, հարց չկա, արի Ալիևին օգնենք, ու Կլինտոնը մտել է այդ հարցի մեջ, Կլինտոնը ինքը իրանով չէր մտել այդ հարցի մեջ, որ ասենք զանգեր Վազգեն Սարգսյանն, ասել Վազգեն ջան, խնդրում եմ Իլհամին մի նեղացրեք, չէ, Կլինտոնը իր ուրեմն ՑՌՈ-ին գաղտնի ծառայություններին արդեն տալիս է այդ հրամանը, ասում է մենք նոր փողի կանալ է բացվել, նոր օգուտների, դոլարը բարձր պահելու, բենզինի երկիր, որը բենզին ունի, գազ ունի, այդ երկիրը մեզ փայ է ուզում տա, եթե իրանց հարցերը լուծենք, լսեք, չեմ ուզում ավելի մանրացնեմ, բայց գողական հարցերը ոնց էր լուծվում, Ամերիկան այտենց է աշխատում, ասենք, մի հատ ՑՌՈ կա, որը որ բոլոր են հարցերը, որ պետք է լուծվի ֆինանսական, ինքը էդի, այն իտալացի կինոներ կան, իտալական մաֆիայի, որ մեկը այդ փող ստացողն է, գնում է իրիկունը պաձեզդի դեմը, մեկի այստեղից դնում է, ասում է, հենց մի փողը, ու այնքան է ծեծում, ջարդում է, մինչև փողը վերցնի, եթե չէ գալիս է տան մեջ, ասենք հեռախոսի լարով, այդ հասկանում եք, դուք ուղղակի գաղափար չունեք, ինչ է կատարվում, էլի, այնքան անտեղյակ է ազգի մեծամասնությունը, թե ոնց է աշխատում սա, ուրեմն դա այդ օրվանից Լիսաբոնից հետո Վազգեն Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մի մարդը, որ երկուսով մի մարդ են, իրարից բաժանվեցին, գիտեք ինչի համար, դրանից հետո իրենք իրարից բաժանվեցին, որտեվ ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին ասել է, այս նշանակում է սաղիս հերն անիծելու են, արի կլնի մի քիչ հանգստացնենք, մի քիչ թեթևացրա վիճակը, այն էլ ասել է, չէ, ես մինչև վերջ պիտի տանեմ ես իրա Արարատցի մեր սպարապետը, ասել է, չէ, ես Լևոն Տեր-Պետրոսյանը շատ սովորած, շատ ծանրակշիռ, լավ, թացն ու չորը հասկացող, կարևորը, որ աշխարհի գլոբալ գեոպոլիտիկայից եւ մենք այնքան խակ ենք եղել, չենք հասկացել, թե Ամերիկան, Անգլիան, մի 6 դրանք ինչ են, մենք կինոներով ենք պատկերացրել Ամերիկան, ֆիլմերով, հասկանում եք, բայց այդ ֆիլմերը Ամերիկայի իրականության հետ ընդհանրապես կապ չունեն, ընդհանրապես, եւ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, Վազգեն, եթե դու ես ճանապարհով գնաս, ես սենց եմ կարծում, այ Աստված տար մի հատ Լևոն Տեր-Պետրոսյանը նայեր սա, ու ինքը իր մեջ ասել, երևի ազգում կա մի երկու հոգի, որ հասկանում է ինչ է կատարվում, ասել է, Վազգեն, ես չեմ գնալու այդ ճանապարհով, եթե դու ուզում ես գնաս այդ ճանապարհով, այդ ճանապարհը տանում է դեպի շատ վատ տեղ, ես չեմ գնա, ես անգամ կթողեմ
Այս իմ պաշտոնը բան չեմ գնա, որովհետև սա արդեն սրանք որ խառնվել են, սրա վերջը շատ վատ է։ Նրանք դրա համար է Լիսաբոնից հետո ոչ թե փոխվեց միայն իրենց հարաբերությունները եւ իրենց բռնած ճանապարհները, որ մեկտեղ էին, բայց Լիսաբոնից հետո դրանք դառան երկու շատ տարբեր հակառակ ճանապարհներ։ Այդ դրանից հետո Լիսաբոնից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը տվեց հրաժարական ընդհանրապես դուրս եկավ քաղաքականությունից նրա համար, քանի որ արդեն Լիսաբոնը եղել էր եւ նա հասկացել էր, որ հիմա արդեն սրա մեջ Ամերիկան է։ Այս ռուսական, այն ժամանակ Ռուսաստանը տենց ուժ չուներ։ Այն ժամանակ Ռուսաստանը Ելցինյան Ռուսաստանն էր, հələ Պուտինը նոր Պուտինը 2000 թվին է մտել պաշտոնի։ Պուտինը մինչև այդ վարչապետ էր Ռուսաստանում։ Նա չէր ուժը 99 թվին Պուտինը հələ որ ինքը չէր։ Հասկանում եք դա։ Եվ բարթելը սա Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը դեռ տենց ուժ չուներ ու Պուտինը դեռ պաշտոնի էլ չէր, միայն կա մեկ գերպետություն եւ 2.5 կներեք, երկու հատ, մի հատ էլ կես, որ այդ կեսը են երկուսին լավ կոնտրոլի տակ է պահում, որ իրենց դոկտրինայի մեջ նման սադիստաբար, մազոխիստաբար ազգի աչքի առաջ իր ամենամեծերին նման տեսակ նվաստացնել եւ նամանավանդ ուսանողների կողմից դա միայն դրա ակունքները միտեղ են, միայն միտեղ, դա ուրիշ տարբերակ այդտեղ լինել ուղղակի չի կարող եւ դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալով ինչ է սիտուացիան հետ մնաց, իսկ հետո, դրանից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքի տակ վերցրեց այն մարդուն, որին, որ այսօր դուք ունեք Հայաստանում, և նրան տվեց իր շկոլան, իր շկոլայի մեջ մտնում էր այն ամեն ինչը, ինչ որ ուրեմն ուզում էին արևմուտքում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը անցավ արևմտյան դաշտ, հասկացեք, Վազգեն Սարգսյանը ռուսական դաշտ, և նրանց ճանապարհները բաժանվեցին, քանի որ նրանք երկուսով տարբեր ուրեմն իդեոլոգիաներ սկսեցին փափագել Լիսաբոնից հետո, վերջացավ, դա է այս հարցի պատասխանը, ուրիշ բաներ խոսալը սրանից բացի ուղղակի տուֆտալոգիայով զբաղվելն է և հիմար մտքեր, խնդրում եմ ձեր ստեղի տորիչելյան դատարկությունը մի արտացոլեք աշխարհին ձեր մատերի միջոցով, ինտերնետի վրա մի տպեք նման հիմարություններ, ես ուղղակի կարդում, ծիծաղում եմ նման հիմարությունների վրա, որտեղ երբ որ մի բան եք ասում, պետք է անպայման այդ ասած, ձեր ասած մեղադրանքի քաշի գոնե կեսի չափ պետք է լինի evidence, կեսի չափ պետք է լինի ինչ որ ուժ ունեցող ֆակտ, չկա, բայց քանի որ չկան ֆակտեր, ընդհանրապես երբ որ ֆակտեր չկան, կոնկրետ մեղադրանք չկա, ապացույց չկա, մենք միակ ձևը մեր կարելի է վերցնել պատմական տվյալներ, որոշակի ֆակտեր, ովքեր են այն պետությունները, որ պետությունները կանեին նման բան և վերցնել նաև տարբեր եղած, ուրեմն արդեն եղած բաներ, որոնք եղել են Լիսաբոնը և տարբեր տեսակի ֆակտերը իրար վրա դնելով և երկու պետությունների դոկտրինաները իրար վրա դնելով, նաև Նայիրի Հունանյանի իր ռադիկալ ավելի ուրեմն եվրոպական և իր ռադիկալ ավելի արևմտյան գաղափարները, որ ինքը ուներ, այդ ամեն ինչը իրար վրա դնելով կարելի է ուղղակի անել որոշակի հետևություններ և հետևությունները բոլորը կտանեն դեպի ուրեմն արևմուտք, այլ ոչ թե Ռուսաստան
Ես շատ ցավում եմ, որ մեր սպարապետը եւ Կարեն Սերոփիչը այդ ձևով գնացին։ Դա ուղղակի մի ուրիշ տեսակի անհարգալի վերաբերմունք էր հայ ազգի նկատմամբ։ Մի ուրիշ տեսակի թքելու են sense շատ կոպիտ թքել հայ ազգի վրա, դա էր, բայց իրենք դա արել են արդեն հայի նկատմամբ Լորենսը Արաբիայի Լորենսի ժամանակվանից իրենք հայի նկատմամբ հատուկ ատելություն ունեն։ Դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը վերցրեց Նիկոլ Փաշինյանին, նրան տվեց այն գաղափարները, որ նա ունի եւ նա էլ մեջից ավելի ռադիկալ բաներ ուներ եւ դա վերցրեց եւ արեց այն ինչ որ արեց, բայց իրենք անգամ մարտի 1-ին փորձեցին նույն ձևով պետությունը վերցնեն, որպեսզի կարողանան անեն այն ինչ որ արեց Նիկոլը, բայց այն ժամանակ, որտեվ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն գիտեր, որ վերջ քարտեզները նորից պետքա գծվեն, այս սրանք եկել են քարտեզները նորից գծելու, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմի, ընդհանրապես առաջի համաշխարհային պատերազմից հետո, քանի որ քարտեզները գծելուն մասնակցել էր ավելի շատ Լենինը եւ սովետական միությունը միշտ ունեցել է այդ ուժը, որ քարտեզները ինքը որոշի ոնց է գծվելու, նրանք չեն կարա դա այտենց թողեն, քանի որ նրանք պետքա իրանք որոշեն աշխարհում ամեն ինչ ոնց է, ու իրանք այդ քարտեզները նորից պետքա գծեն, իրանք թքած ունեն այդ տերիտորիաների համար, քանի ռուս սալդատա մահացե, Ռուսաստանը դա նայում է, Հայաստանը, Ադրբեջանը, նայում է որպես իրա նվաճած, Ռուսաստանը դա տեսնում է որպես իրենց նվաճումներ, իրենց ախր զորքերն են 2-3 դար կռվել, որ այդ ուրեմն ռեգիոնները, այդ երկրները այսօր լինեն ավելի պրոռուսական երկրներ, եթե այդ երկրները Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան չեն լինելու պրոռուսական ռեգիոններ, երկրներ, նրանք մտածում են, որ եթե չեք լինելու, ուրեմն մենք վերցնելու ենք, որտեղ մեր մարդիկ են մահացել սրա համար։ Այս պետությունները, այս հողակտորները Պարսկաստանից ու Օսմանյան կայսրությունից մենք ենք գրավել, ոչ թե դուք։ Իրանք տենց են տեսնում։ Իսկ մյուս գերպետությունները արևմուտքում ասում են, ինչ չէ դարքում ով է վերցրել, քանի հատա ձեր այդ ալկաշներից մերը, իրանք տենց են նայում։ Ալկաշը իրանք են, բայց սրանց են ասում ալկաշ։ Սրանք բոլորը իրար դուք չեք պատկերացնում։ Եվ իրենք ասում են, մեր համար կապ չունի քանի հատ, մենք վերցնելու ենք, որտեղ այդտեղ գումար կա, այդտեղ փող կա, այդտեղ բենզին կա։ Իսկ մեր վալյուտան այդ բենզինով աշխատում։ Այսինքն մեզ այդ ավելի է պետք, քան թե քեզ։ Հասկանում ես, մենք արանքում բարի ենք գնալու սրա պատճառով, առանց հասկանալու, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնից հետո Վազգեն Սարգսյանին ասեց, անգեր ջան, վերջ, ՀՀՇ-ն, Ղարաբաղյան շարժումը, այս ամեն ինչը մեռավ, որովհետև այսօր Լիսաբոնում ինքը ուրեմն ռամկաների մեջից դուրս եկավ, այն ինչ որ մենք պետք է անեինք, դուրս եկավ, արի գոնե այդ 5 ռեգիոնները հետ տանք, գոնե այդ հետ տանք, թող Հանգստանը Ամերիկային չխառնի մեջը, բայց քանի որ չէին համաձայնվում այդ 5 ռեգիոնները հետ տային, ասեց օքեյ, ես գնացի վերջ, դուք ինչ ուզում եք արեք, որտեվ սրանք սենց չեն հանգստանալու, սրանք սաղից վարի են տալու, այսի Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ ասել է Վազգեն Սարգսյանը, ես համոզված եմ, որ ասել է, դրա համար իրենք տարբեր ճանապարհներով գնացին, Վազգեն Սարգսյանը ասեց, չէ, ես Ռուսաստանը ինձ կօգնի, ոչ մեկ էլ չի կարա ոչ մի բան անի, մենք Կարենի հետ գիտենք ինչ ենք անում, ուզում ես գնաս, գնա, մենք այս հարցը կլուծենք, ելել ասեց դե լավ, քանի որ ինքը ծանրակշիռ այդ մարդկանց, որ մարդ շատ սովորած է, շատ տեսած է, շատ ծանրակշիռ է, իր համար այդ սեղանն ու այդ աթոռը այդքան նշանակություն չունի, նրա համար ավելի նշանակություն ունեն վերջում ռեզուլտատները, այսինքն չեք ուզում, լավ ես դուրս կգամ, դուք տեսեք ինչ եք անում, հետո իրեն ասեցին, չէ, դուք դիմի ձև, քանի որ դու էիր միակ մարդը, որ համաձայն էր, որ այդ ռեգիոնները գոնե հետ տայր, սրանք ոչ մի թիզականներ են, եւ այս ոչ մի թիզական լինելու համար սաղին գյուլելու ենք, բայց
գնա հետ վերցրա պաշտոնը, որ հետ ես տվել, եւ փորձի դրանով ուրեմն այդ 5 ռեգիոնը հետ տուր ավտոնոմիա կտանք այդ Ղարաբաղին։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց, չստացվեց, մարտի 1-ը եղավ, չստացվեց։ Ու ասաց, դե չեմ կարող անեմ, ինչ եք ուզում, ես մարդիկ պինդ նստած են ստեղ, ու դրանից հետո այդքան բան, ուղղակի արանքում մեր հերոսները, մեր մեծ մարդիկ վարի գնացին, նրանք էլ ասացին, դե լավ, Ադրբեջան մի քիչ համբերի, մի քիչ նստի համբերի, հեսա մենք ավելի մեծ բան ենք անելու ստեղ, մի քիչ խաղացրա, մեզ տուր քո կամած մուծի մեզ, դու հիմիկվանից մուծի, դու գործ չունես, դու մենակ փողը տուր։ Դու մեզ մցրա BP oil բան բոլորին, դու լավ մեզ կերցրա, դու գործ չունես, դու տես վերջում ինչ ա լինելու։ Սրանք էս նացիոնալիստները ոչ թե մենք իրանց մենակ ուրեմն հողն ենք վերցնելու, այլ սրանց երկիրն ենք քանդելու, ազգին է մեջտեղից հանենք։ Բերեցին Նիկոլին, Լևոնի աճացրածին, բերեցին, դրեցին այդտեղ եւ սա սկսեց քարու քանդանել, քանի որ սա Լևոն Տեր-Պետրոսյանի շկոլան է, պլյուս ինքը կաշառակեր ահաբոր ու բացի դրանից է սա թուրքերի հետ լուրջ, ասենք ինքը լուրջ սեր ունի թուրքական աշխարհի հետ եւ համաձայնվեց եկավ նստեց այս ամեն ինչը դրա համար է 18 թվին էս հեղափոխությունը ամերիկյան հեղափոխություն էր 99 տանք 92-91 թվից արդեն մեր երկրում այնքան էին արդեն շատացել այնքան դուք ախր ժողովուրդ ջան այտենց չի որ ասում եք ռուսը մենակ ուզում էր այնց աներ որ այդ հողը Հայաստանը հանգարտ չընկնի ուրիշի ձեռքը Ադրբեջանը չընկնի ուրիշի ձեռքը Վրաստանը չընկնի ուրիշի ձեռքը որտեղ նրանք որ եկան ոչ թե մենակ ազգերին են վերացնելու, այլ այդ հողակտորները իրանց համար սարքելու են ուղղակի մի վատ տեղ, շատ վատ տեղ, ժողովուրդներին քանդում են, ժողովուրդների մեջ ահավոր հիվանդություններ են գցում, ուղեղի հիվանդություն, LGBTQ-էր, սաղ ազգը տատուիրովկով, խփնված, չսովորած, քանդում են, հասկանում եք, իրանց համար մարդը արժեք չունի, դուք Այն պետությունը, որ ասում է մարդը մեր համար արժեք ունի, մարդը այդտեղ արժեք չունի։ Այն պետությունը, որ ոչ մի բան չի ասում, եկեղեցիներ է սարքում, գնում է պատարակների, բան չի ասում, բայց տենց անում է, բայց ասածը հետո իրանք տապորի պես այսենց անում են, ոնց այդ պետությունը քեզ չի վնասի, բայց այն որ քեզ անընդհատ ասում է, չէ, մենք դեմոկրատիան եկանք, շոյեցինք, մենք մարդու իրավունքները, բան ինչ մարդու իրավունք Այս վիդեոյի համար կարող է գանից տանեն կյանքում էլ չտենամ դուք գաղափար չունեք ինչ եք խոսում, գաղափար չունեք անգամ ինչ եք խոսում, դուք ենքան անտեղյակ եք, թե ոնց է աշխատում սա, ժողովուրդ իրոք, խելացի մարդիկ կհասկանան ես ինչի մասին եմ խոսում, այն մարդիկ, որոնք որ իրանց մեջ մտած է ռուսաֆոբիան, այդ հիվանդությունը արդեն, դա միահավոր հիվանդություն է ռուսաֆոբիան, եւ դա հիվանդություն չի մենակ, դա քո դեմ աշխատող Քո DNK-ի դեմ աշխատող մի բան է, ռուսը քո DNK-ն չի, բայց Ռուսաստանը 100%-ով քո պահպանն ու պահպանիչն էր, քանի որ դու չհասկացար դա, դու կորցնելու ես, եւ ես մի բան ասեմ, շատ խելացի բան, հիմար ազգերին եւ հիմար մարդկանց միշտ գալու են, ուրեմն, փոխարինելու ուժեղն ու խելացիները Այն ազգերը, որոնք թույլ են, հիմար են, իրենք էմոցիաներով են մտածում, այդ ազգերին պետք է անպայման գան ուրեմն փոխարինելու ավելի խելացի ու ավելի ռիսկով, ավելի լավ մտածող, դա է լինելու, replacement theory, այդքան բան, մենք ուղղակի փոխարինվելու ենք ավելի խելացի մտածող մարդկանց հետ, եւ նրանք մեր աչքի առաջ մեզ ասում են, որ մեր երկիրը լցնելու են էմիգրանտներով, քանի որ չի լինի, որ ստեղ մենակ հայ ապրի։ Պետքա ստեղ ամեն տեսակի մարդ ապրի, պետքա ստեղ մարդիկ գան, պետքա, ոչ մի հայկական բան չեն ասում։ Վերջացած է։ Ամսի 7-ին դուք գնալու եք եւ այդ հարցը վերջնականապես լուծեք։ Դուք самоуничтожение կնոպկեն, մատները դվրեն արդեն։ Самоуничтожение, վերջ, սխմելու եք ամսի 7-ին։ Ու վերջացած է։ Լիսաբոնում Երբ որ Ամերիկան արդեն խառնվել էր, մեր հարցի մեջ, այդտեղ շատ
այդտեղ շատ ճանապարհ չկար։ Եթե այդտեղ մի քիչ ավելի խելացի մոտենային հարցին, մի քիչ թեթևացնեին վիճակը, մի քիչ խոսային ուրիշ բաների մասին, մի քիչ աֆերիստություն ունենային, քանի որ Վազգեն Սարգսյանն էլ երևի այդքան լավ չէր հասկանում այդ ընդհանուր ինչա Լևոն Պետրոսյանն էր լավ հասկանում, ինչա կատարվում, ինչա լինելու, բայց քանի որ Վազգեն Սարգսյանն էլ էր այդպես գնալու ենք միջև վերջ, ջարդելու ենք, մտնելու ենք, խփելու ենք, վերցնենք, ոչ մի թիզ բան, ես համաձայն եմ, որ դի բոլորը պահենք, բայց պետքա շատ խելացի եւ մտածված ձևով լիներ դա։ Բայց տեսնում եք ինչ եղավ, բայց կյանքում այդ բանը ով կրկնեց ձեր մոտ, որ Ռուսաստանն է արել այդ հոկտեմբերի 27-ը, այդ մարդը իրոք դա վերջացած ուղեղը էլ չկա, այդտեղ չորացած մի բան է դա։ Ուղղակի այդքան բան։ Ամսի 7-ին դուք գնում եք վերջնականապես լուծեք այն հարցը, որը որ դրվել էր եւ 2 օր առաջ Մարկո Ռուբիոն եւ կոնգրեսում նստած խոսում էին եւ մի կոնգրեսմեն ասեց Մարկո Ռուբիոին, ասեց մենք ոնց որ որոշել ենք Զբիգնյու Բժինսկիի ճանապարհով այդ երկրների համար ինչ որ պիտի անենք Զբիգնյու Բժինսկի, ես արդեն 8 տարի ասում եմ, Քեսինջերյան դոկտրինան փոխվել է Զբիգնյու Բժինսկիի դոկտրինայով 14 թվականին։ Իրենք այն ինչ որ ու ոչ մի անգամ իրանք չէին բարձրաձայնում դա, բայց Հայաստանի հարցով 3 օր առաջ նստած կոնգրեսում խոսում էին, Մարկո Ռուբիոն բացատրում էր կոնգրեսին, ինչի համար ինքը Հայաստան գնաց, ինչն էր պատճառը եւ ինչն է նպատակները, բոլոր կոնգրեսմեններից մեկը ասեց. «Մալադեց Մարկո Ռուբիո, դու լավ հասկացել ես Զբիգնյու Բժինսկիի, ուրեմն պլանները եւ նոր դոկտրինան Ամերիկայի։ Ես 8 տարի ասում եմ, առաջի անգամ իրանք պարզ ասեցին, 8 տարի է ես ասում եմ, ժողովուրդ, փոխվել է, Զբիգնյու Բժինսկիի դոկտրինան են օգտագործում, մեր պետությունները վերացնում են, բոլոր մեր պետությունները, որտեղ որ իրենք ռեսուրս չեն տեսնում, ու Ռուսաստանի պրոտեկտորատի տակ է ընկնում, իրանք այդ պետությունները վերացնում են։ Չգիտեմ այդ բառը ինչի դժվարացա տենց ասեմ։ Իրանք վերացնում են եւ դա է լինում եւ մարդիկ այտենց է, իրանք անուղեղ մասայի վրա են աշխատում, անուղեղ մասաներ, որոնք որ մտածել չունեն, բամբասելու, բիսեդկի, տենց հարևանը ասելա, որ ռուսը դե քաշեց ռուսը։ Այս ռուսը մեզ կերավ 100 տա, այտենց լսելա, կրկնում է թութակի պես, որտեվ ինքը ոչ մի տեղ չկա, ուղեղի մեջ մի հատ ֆայլ կաբինետ չկա, որտեղ որ մի հատ ֆայլ կա, հանի ասի, այ մի հատ էսի որ ասում եմ։ Սրա ինչի համար եմ ես սա ասում։ Իրականում ինչ ֆակտ ունեմ, որ ես հիմարությունը կրկնում եմ, չկա։ Իրենք հենց այդ կոնտինգենտի վրա աշխատելով բերում են Նիկոլ եւ զոմբիներ։ Իսկ Նիկոլն ու զոմբիները պետություններ քանդելու ամենահեշտ ու ամենադյուրին, ամենահանգիստ ճանապարհն է, կարակով գնում ասենց։ Վերջացավ։ Խելացին քիչ է, իսկ ժեխը, զիբիլը, աղբը շատ է, աղբի միջոցով քանդում են պետություններ։ Զբիգնյու Բժինսկի այդքան բան։ Կարդացեք, ես իրոք ժամանակը հատկացրել եմ իմ կյանքում, ոչ թե կարդացել եմ, կերել եմ այդ գրքերը եւ հասկացել եմ ինչ են անում։ Իրենք ամեն ինչը գրում են, քանի որ իրանք այնքան արոգանտ են, այնքան գոռոզ նապոլեոնյան սինդրոմներ ունեն բոլորը, իրանք ինչ անում են, նստում գրում են, ասում են, ես այսպես արեցի, ես սենց գրում են, սա ասում են ինչ են անում։ Դու բռնում ես, կարդում ես, ասում ես, «Օր, այս ինչ եք անում»։ Վայ քո արա, այս ինչ եք անում։ Այսինքն պետք է ուղղակի հետաքրքրվել, կարդալ եւ ամեն ինչը կհասկանաք այդքան բան։ Մենք վերանում ենք։ Մեզ գալու են փոխարինելու, դա էվոլյուցիա է։ Կամ վերացեք, կամ գնացեք ընտրեք մի մարդու, Ռոբերտ Քոչարյանին հենց ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եմ եկել Ամերիկա։ Դուք չեք պատկերացնում իմ գլխին ինչ ա եղել Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Չեմ կարա այս այդ մարդուն ուղղակի ասեմ, որ ես իր կողմնակից եմ, չեմ կարա, չի լինի այդպես բան, բայց ես այսօր
շատ ավելի նախընտրում եմ այդ մարդուն, շատ, քան յուրաքանչյուրին։ Սամվել Կարապետյանին էլ, բայց այդ դրանք կարան մեզ այս վիճակից հանեն, որովհետև այդ ոխը, որ նա հիմա ունի, թե Նիկոլի, թե մնացածի նկատմամբ, դուք պետք է հասկանաք, որ այդ ոխից պետք է օգտվել։ Դուք պետք է օգտվեք մարդկանց, դուք պետք է գտնեք այդ ճանապարհը, տեսնեք, էլի մոմենտը, հոտը, նյութը ունենաք։ Այս մարդը ինչքան ջղայնացած է հենց հիմա, Նիկոլը ինչքան է կատաղացրել, այս հարց լուծողը, այս սրան հենց բաց թողիր, ձեռը ուշ տվիր, սաղի մաման լացացնելու է, այսինքն ես սրան եմ ընտրելու, որտեվ սա անող է, սա վիշապ է, սրան, սա լուրջ ջղայնացած է, թե Ալիևի վրա, թե ծրա վրա, սաղի, սա ատոմային զենք էլ կբերի Հայաստան, իսկ դա իմ երազանքն է, իմ երազանքը, ես գալու եմ այդ օրը, որ Հայաստանը ատոմային զենք ունենա, ու ես մինչև իմ մեռնելը այս քարոզը անելու եմ, ես մտնելու եմ Հայաստանի ղեկավարություն այդ քարոզով, դուք հավատացեք, ես դա անելու եմ, ես այդ օրը, որ բերեն այդ ատոմայինը Հայաստան, ես գալու եմ, փաթաթվեմ, այնքան պաչեմ այդ ատոմայինը, մինչև չորանա իմ ամբողջ սիստեմը, գնացեք ընտրեք այն մարդուն, որ մեր ազգի հարցը ճիշտ կլուծի, այդքան բան, շնորհակալություն։